Եթե իհարկե ունեք վահանաձև գեղձի խնդիր, կատարել եք սոնոգրաֆիա եւ կատարվել է նաեւ բուժում, սիրելի իմ ժողովուրդ։ Իհարկե անպայման հորմոնը նշանակելուց այն միայն կարգավորում է ձեր հորմոնը օրգանիզմում, բայց այն չի վերացնում պատճառը։ Ինչու՞, որովհետև դե չտիրին, որը արտադրվում է վահանաձև գեղձի կողմից, դա մոքսում, լյարդում պետք է դառնա T3, իսկ այն չի կարող լինել, որովհետև ձեր մոտ չկա յոդ, ձեր մոտ չկա սելեն, խրոմ կամ իհարկե երկաթ։ Այն ընդհանրապես կկարգավորի վահանաձև գեղձի խնդիրը, բայց պատճառը ավելի խորն է, որպեսզի բուժեք, պետք է անպայման դիմեք ձեր համար շատ ավելի նորմալ եւ իսկական բժշկի, որը չափից ավելի կկողմնորոշվի, պատճառը կվերացնի եւ հատկապես կխաղաղեցնի ձեր նервային համակարգը, որովհետեւ նервապաթոլոգը պետք է բուժումը նշանակի, եթե ձեր օրգանիզմում կորտիզոլը բարձր է, ոչ մի օրգան համակարգ անգամ չի կարող նորմալ աշխատի, կառաջանան էլ ավելի բարդություններ։ Ունեք ստրեսային վիճակ, զանգահարեք 010 500 560